Օրհնյալ է մեր Տերը, որ մեզ հնարավորություն ա տվել հավաքվել իրար հետ, ամեն սիրելիներս, իրան փառք տալ, եկեղեցի ունենալ, սա պետք է մենք գնահատենք ու պահենք սիրելիներս, ամեն մեկից սա կախված սա, ամեն մեկս մենք զգանք այս տան անդամ մեզ, հա, ու էսի հենց կարևոր բաներից մեկը, հենց դու զգում ես, որ էսի քո տունն է, սկսվում է քո մեջ մի բան անեմ այս տան մեջ, ամեն, դրա համար քոնը համարի սիրելիս, քոնը համարի ու դու ինքդ, քայլ արա դու ինքդ մի բանի մեջ մտի, մի բան էլ դու վերցրու դիր մի կողմ չգիտեմ, ինչ որ Աստված կասի, ու տեղ սկսվում է արդեն մի բան, իմ տունն է, դրա համար փառք Տիրոջը, որ Տերը մեզ հնարավորություն ա տվել, այսպես քույր եղբայրներով հավաքվենք իրար հետ, Տիրոջը փառք տանք, սենց մեծանանք, ոնց որ մեր հովիվը այսօր մեքենայի մեջ ասում է, ինչ լավ է, երկու քույր էլ ունեցա, մեր քույրերը նոր են եկել, ողջունում ենք նրանց, ովքեր առաջի անգամ են եկել, խնդրենք կանգնեք ոտքիդ հանկագիններս, ովքեր որ առաջի անգամ են այսօր եկել։ Տերը օրհնի ձեզ, ամեն, փառք Տիրոջը, առաջինն է ու սկիզբն է, սիրելիներս, հա, իրականում ճիշտ վայրում եք, ճիշտ տեղում եք, փառք Տիրոջը ձեզ համար, Տերը օրհնի ձեզ, կաղոթենք վերջում ձեր համար, փառք Հիսուսին։ Մի անգամ նոր էի ապաշխարել, ոնց որ սենց սկսվի երևի, տենց ա գնում։ Let's go Holy Spirit, տենց ենք անում էլի, գնացինք Սուրբ Հոգի, ոնց կտանի թո տանի, մեզանից ոչինչ, ամենը իրանից, ամեն սիրելիներս, որտեվ եթե նայեցիք ինձ, ես բան չունեմ տալու, նայեք Տիրոջը, որ Տիրոջից առնեք, բայց կխնդրեմ, որ մինչև վերջ մնաս ծառայությանը, կեսից աշկերտ չկպնի հանգարց, կարող է վերջում Տերը մի բան ունի ասելու քեզ, կփորձենք, որ տես չլնի, Սուրբ Հոգին, որ տանի չես էլ քնի, Տերը օրհնի սիրելիներս, մի անգամ նոր էի ապաշխարել, Գերմանիայում ծառայություն էր, ու գնացել ենք ծառայությանը, հելանք աղոտ քարեցինք, բան անես Տիրոջով լցված, զորացած, սենց իջել ենք ներքև, Տիրոջ սերը ճաշակելով, իջել եմ ներքև, ուզում եմ վազեմ այս ժողովրդի մեջ մտնեմ, մեր թանկագին քույրը, նույն քույրը իմ անունը դրել էր Սիրո եղբայր, ուզում եմ վազեմ մտնեմ ժողովրդի մեջ ու ասեմ, ես ձեզ շատ եմ սիրում, ամեն մեկին ուզում եմ մի լավ բան ասեմ, ու սենց մի անկյունում կանգնած եմ ու նայում եմ ժողովրդին, ու ես գիտեմ, որ դա աստվածային սերն է, ու ասում եմ, Տեր, ես ինչ մեծ սեր է այս սերը, ասում եմ, Տեր, ասում եմ, ես չգիտեի, որ սենց սեր է, ու ոնց կարա մարդը բոլորին սենց սիրի բան, ուզում եմ վազեմ, որ ժողովրդի մեջ, ու ինչ պատմում եմ, հիմա պատմում եմ նորից գալիս է, հենց այտենց եղել է, ու այդ անկյունից, որ ուզում եմ վազեմ, ոնց որ Տեր ասեց կանգնի, կանգնեցի, ասեց, տես, դու հիմա նայում ես, սենց սիրում ես, ասեց կթողես մի վարկյան ես ցույց տամ, ես ոնց եմ սիրում, ու Տիրոջ առաջ եմ ասում, եթե որ սենց տեսանելի ցույց տամ, ոնց որ աչքերս հակառակ ֆռար ու Հիսուսը սկսեր ինքը նայել արդեն։ Գիտես, այն սերը, որ ես ապրում էի, այն սերը, որ իմ համար էդի վերջն էր, էդի աստվածային սերն էր, որը որ ես ճաշակել էի, զրոյացավ սիրելիս։ Դարձավ ոչինչ Հիսուսի սիրո մեջ։ Հիսուսի սիրո մեջ դարձավ ոչինչ, ու ծնկել եմ ու արդյունքներով լաց եմ լնում։ Ասում եմ, Տեր, մենք սիրել չգիտենք։ Դրա համար, որ նոր ասում էի, Հիսուսը քեզ սիրում է, այդ սիրով է սիրում։ Ու գիտես ոնց է սիրում, քեզ, ամեն մեկիդ հավասար սիրով է սիրում, սիրելիս։ Սիրո մեջ տարբերություն չկա։ Ու այդ ժամանակ Հիսուսը մի բան ցույց տվեց, ուրեմն շարժ էր, գնում էին, գալիս էին ու նայում էին ինքը իմ աչքերով։ Մարդիկ կային, որոնք որ դուրս են նոր սիգարետ գցեցին, մտան ներս, այն մարդ մի խոսքով հովիվներ գնում գալի, ծառայողները բան։ Ու գիտես, այդ սերը հավասար էր, սիրելիս։ Հավասար։ Չկար մեկը, որ մեկին դե մի քիչ այն չի, էլի սրան մի քիչ կսիրեմ։ Չէ, հավասար էր։ Գիտես, հարաբերությունն ու հաղորդակցությունը տարբեր է, բայց էդի քեզանից է գալի։ Էդի իրանից չի, էդի քեզանից է։ Ոնց է քո երեխեքի մեջ էլ, չէ՞, սենց տանում է ոնց որ Տերը, չգիտեմ։ Ոնց է քո երեխեքի մեջ, չէ՞, դու բոլորին հավասար սիրում ես,
Բայց հարաբերության մեջ, հաղորդակցության մեջ տարբեր է։ Իրանցից է գալի։ Մեկը ուզում է քո հետ շատ շփվի, մեկը բաց է քեզ, մեկը անկեղծ է քեզ, մեկը չգիտեմ, պատմում է քեզ, մեկը քեզանից խորհուրդներ է հարցնում, մեկի հայացքը քո վրա է։ Բայց դա չի նշանակում, որ այն մեկերի հետ դու այդ սիրով չես սիրում։ Ամեն սիրեներես։ Դրա համար Աստծո սերը հավասար է մեր վրա։ Հենց որ հանկարծ չմտածես, որ Աստված քեզ մի քիչ է սիրում։ Ամեն, փառք մեր Տիրոջը։ Օրհնյալ է մեր Հիսուսը։ Փառավոր է իր անունը, թանկագիններս, իրականում այնքան լավ է, որ Հիսուսին ունենք, չէ՞։ Այնքան լավ է, որ իր մեջ ենք ապրում։ Ու այսօր մի խոսք է Տերը սրտից դրել, որ խոսենք, իրար հետ կիսվենք։ Վերնագիրը այս ձև են վերնագրել՝ մի շրջիր հայացքդ։ Մի շրջիր հայացքդ։ Այսօր խոսելու ենք հայացքից, սիրելիներս, նայվածքից, հայացքից։ Անցած շաբաթ Հոլանդիայում խոսեցինք ու սենց վառվում էր ներսս մի թեթև էր վառվում, որ այդ նույն խոսքը ստեղ խոսեմ, բայց աղոթքի ժամանակ փոխեց Տերը։ Ասեց, այսօր այս խոսքը խոսի։ Ու իրականում դրեց սրտիս, բացեց տեղեր ու ես էլ աղոթք եմ արել, ասել եմ, ոնց բացել ես, ինձ տեղերը ցույց ես տվել, ոնց ասել ես, այտենց էլ դու կխոսես, ես է կլսեմ քեզ։ Ու այդ վստահությունով թող Տերը խոսի, սիրելիներս։ Ամեն սիրելիներս։ Ու իրականում մի շրջիր հայացքդ։ Այսօր խոսելու եմ 5 հայացքներից։ 5 հայացք, որոնք մենք ամենօրյա օգտագործման հայացքներ է սրանք։ Հայացք վեր, հայացք հետ, հայացք առաջ, հայացք հետև, հայացք աջ, հայացք ձախ եւ հայացք ներքև։ Ամեն ով ունի այս հայացքներից, սիրելիներս, որ մեկ-մեկ ելնում է իր կյանքում, որ աջ ես նայում, ձախ ես նայում, ուղիղ ես նայում։ Ամեն սիրելիներս, տեսեք, սատանայի ամենաառաջի բանը դա նայա, սիրելիներս, որ քո հայացքը Աստծուց շեղի։ Ամենաառաջի բանը իր մարտավարության մեջ դա է, որ շեղի քո հայացքը, որովհետև երբ որ ես կենտրոնացած եմ Տիրոջ վրա, ինքը չի կարա իմ ճանապարհը շեղի։ Բայց երբ որ մի փոքր շեղեց հայացքս Տիրոջից, ինքը կարա ժամանակների մեջ իմ ճանապարհը շատ մեծ ու ցավալի ձևի փոխի, սիրելիս։ Բայց սկիզբը կարա սկսի մի փոքր բանից, մի փոքր շեղումից։ Դրա համար Աստված ուզում է, որ ես ու դու ուղիղ իրան նայենք։ Դրա համար շատ կարևոր է մեր հայացքը որտեղ է նայում։ Այսօր որ կխոսենք, հաստատ համոզված եմ, ես էլ դու էլ կտեսնենք տեղեր, որ մեր հայացքը չի նայում Տիրոջ վրա։ Հայացքը այն է, երբ որ դու ուղիղ նայում ես մեկի աչքերին։ Հայացքը այն չի, որ ուղղությունը այդ կողմի վրա է։ Հայացքը այն է, երբ որ դու ուղիղ նայում ես իրան։ Ամեն սիրելիներս, դրա համար որտեղ մեր հայացքն է, այնտեղ էլ մենք գնալու ենք, սիրելիս։ Ես չեմ կարող սենց գնամ, ստեղ նայելով սենց գնամ։ Պիտի նայեմ, դիմացս պիտի տեսնեմ, հայացքս պիտի իմ ճանապարհի վրա լինի։ Դրա համար նույնը սիրելիներս, մեր կյանքն է, մեր ընթացքն է։ Հայացքդ մի շեղի, հայացքդ մի շրջի։ Ու ամեն բան լինելու է, որ հայացքդ շեղես։ Երբ որ նայում ենք մենք հենց սկզբից ծննդոց գիրքը, տեսնում ենք, որ ինչ էր անում չարը։ Եվ այն համոզում էր, որ ինքը հայացքը շեղի։ Հայացքը շեղի։ Մենակ շեղի հայացքը ու նայի պտխին, ու նայի ծառին, ու համոզեց ինքը։ Հենց հայացքը շեղեց, գնաց արդեն այդ ուղղությամբ։ Ծննդոց 3:6, տեղերն էլ կարդանք, որ չասենք, էլի։ Ծննդոց 3:6։ Եվ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին եւ փափագելի էր ծառը նայելու համար, եւ նրա պտղիցը կերավ եւ իր հետ իր մարդին էլ տվավ եւ նա կերավ։ Տեսեք, եւ կինը տեսավ, առաջինը տեսավ։ Ինչ եղավ։ Իր հայացքը շեղվեց ծառին։ Իր հայացքը շեղվեց այն ստերին, որը որ լցնում էր իր ականջին։ Չեմ ուզում կարդամ սկիզբը, դուք գիտեք ամեն մեկը սիրելիներս, ամեն այս պատմությունը։ Առաջին ինչ արեց։ Շեղեց իր հայացքը։ Ոստեղ ինչ է գրված, ասում է եւ նա տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար եւ թե հաճելի էր աչքերին։
Գիտես, մեր աչքերը շատ կարևոր է, սիրելիս։ Ինչ է նայում մեր աչքերը։ Որովհետև աչքերից սնուցում կա թանկագինս։ Աչքերից մտնում է բաներ քո ներսը։ Համար Հիսուսն ինչ էր ասում։ Հիսուսն ասում էր մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը մաքուր լինի, մարմինդ էլ մաքուր կլինի։ Տեսեք, աչքերից բաներ կա մտնում է մեր ներսը, ու գիտես որտեղ է գնում։ Մտքիդ մեջ է գնում ինքը։ Երբ որ գնաց քո մտքի մեջ, այնտեղ ծամվեց, այնտեղ վերցվեց, դրվեց, կգնա սրտիդ մեջ։ Որովհետև Հիսուսը մի բան էր ասում, ուշադիր եղեք ձեր աչքերին։ Դա նաև մեր հայացքն է, սիրելիս։ Որտեղ է նայում մեր հայացքը։ Հայացքներից որ խոսեցինք, ասենք հետ հայացքել կա, չէ՞։ Մեկ ասենք գնում ես ընթացքդ, մեկ էլ հիշեցիր։ Եմախ որ ապաշխարած չէինք այ ախպեր, էդ ինչ լավ էր։ Այս մեկին որ պետք կլներ, անես տեղը կդնեի, թո էդ ինքը չքներ։ Հետ եմ նայում։ Ամեն սիրելներս, դրա համար տեսեք, հետ նայվածք պիտի չունենաս դու։ Մեր ճամբարի վերնագիրն էլ միայն առաջ, չէ՞։ Նայեք, միայն առաջ։ Պիտի նայի քո աչքերը միայն առաջ, ոչ աջ, ոչ ձախ, ոչ ետ։ Մեկ խոսենք հեսա, որ ներքև պիտի նայի, մի պարագայում պիտի նայի ներքև, մնացած ոչ մի ժամանակ ներքև պիտի չնայի։ Պիտի վերև նայես դու, պիտի Հիսուսին նայես, պիտի Տիրոջը նայի քո աչքերը։ Ու դա ընես չի, որ հեշտ է։ Դա գալիս է ու քո ընթացքում քեզ որպես քննություն գալիս է այն ժամանակ, երբ որ աչից զենք է, ձախից զենք է, հետևից կանչում են, ներքևից քաշում են։ Ու դա մենակ մարդկայինը չի, սիրելիս։ Դա կարա լինի քո իրավիճակը, դա կարա լինի քո տկարությունը, դա կարա լինի, չգիտեմ, ֆինանսը, հիվանդությունը, տարբեր բաներ։ Իրանք քաշելու են քեզ, որ քո հայացքը շեղեն։ Հենց շեղեցին, իմացի կտանեն այդ ուղղությամբ։ Դրա համար շատ կարևոր է, որ ես ու դու հասկանանք մի բան, մեր հայացքը պիտի ուղղված լինի, կարա շեղվի, բայց շատ շուտ հետ բեր նորից Տիրոջ վրա կանգնացրա, որովհետև եթե պահեցիր դրա վրա, կգնաս դրա հետևից։ Ամեն։ Լսվում է, սիրելիներս։ Տեր օրհնի։ Ծննդոց 19:26։ Գիտեք բոլորդ, Ղովտի կինը եւ նրա կինը ետևին մտիկ արավ եւ աղի արձան դարձավ, սիրելիներս։ Սա հետ հայացքներ։ Լինում է մեկ իմ ու քո կյանքում, որ սկսում ենք հետ նայել, հնին նայել, անցածին նայել, ու մեկ էլ հին կյանքը վերցնել, հին վիրավորանքները բերել։ Կա չէ, որ հին վիրավորանք կա, որ մեկ ֆռում սկսում ես նորից այդ հին վիրավորանքին նայել։ Այ մարդ բրծե անցել է էդի։ Գնա առաջ։ Եղելա վերջ, մի նայի հետ։ Նայեցիր, ինքը նորից քեզ քաշելու է այնտեղ տանի։ Ինչին նայեցիր, այնտեղ գնալու ես։ Չի կարա մարդու մոտ մի բանին ինքը նայի, ուրիշ տեղ գնա։ Ամեն սիրելիներս, դրա համար Աստված ինչ է ուզում իմ ու քո կյանքում։ Ուզում է, որ մենք իր հետ հաղորդակցվենք։ Իսկ հաղորդակցությունը բերում է եւ դարձնում է հարաբերություն։ Հաղորդակցությունն ուրիշ բան է, հարաբերությունը ուրիշ։ Միշտ հաղորդակցությունից է ձևավորվում հարաբերություն։ Ամեն սիրելիներս, համար շատ կարևոր է։ Օրինակ մի հատ օրինակ ցույց տամ, Սուրճ ջան, կօգնես ինձ։ Սենց որ պատկերավոր ավելի լավ տեսնես, էլի։ Հիմա տեսեք։ Մերսի շատ։ Տեսեք, հիմա մեր սուրը աղբերը մոտիկացել է եւ մենք իրար հետ պիտի խոսենք։ Նայեք, ամենա լավ խոսելու ձևը, երբ որ դու ուզում ես հաղորդակցվես իր հետ, դա նրա աչքերի մեջ նայելն է։ Կարաս մեկ մարդու աչքերի մեջ նայես ու իր հետ խոսես։ Դա է հաղորդակցությունը։ Երբ որ դու նայում ես իր աչքերին ու խոսում ես, դա հաղորդակցություն է արդեն։ Տեսեք, ոնց է Սուրճ ջան։ Դու ինձ հարցեր դու։ Դու ոնց ես իմ աղբեր։ Լավ եմ, ինչ կա չկա։ Շատ լավ աղբեր ես, Փարք Հիսուսին։ Հա դե լավ ստուր։ Դու ոնց ես իմ։ Նայեք, խոսելու ժամանակ տեսեք, մենք մի պահ խոսում ենք իրար հետ։ Հիմա Սուրոն սկսում է ինձ հարցեր տալ, եւ ես իմ հայացքը շեղում եմ արդեն։ Ինքը սկսում է խոսալ։ Խոսա մի բանից Սուրճ ջան։ Տնեցիկ ոնց եմ, հա։ Նայեք, ինքը խոսում է, ես հայացքը շեղել եմ։
Ես հայացքը շեղել եմ ու ընդեղ եմ նայում, հայացքը շեղել եմ, այն գործիքին եմ նայում։ Տեսեք, 1, 2, 3 բառ կխոսի, կամ կլռի, կամ ինքը կշրջվի ու կգնա։ Որովհետև դա արդեն հաղորդակցություն չի իր հետ։ Սա վերաբերվում է մարդ եւ մարդ հարաբերության, հաղորդակցությանը եւ մարդ եւ Աստված հարաբերությանը։ Ամեն սիրելիներս, դրա համար շատ կարևոր բան է, մարդու հետ այսօրվանից երևի շատերս կսովորենք, մարդու հետ որ խոսում ես, իրան նայի, որովհետև ինքը խոսում է, դու պիտի իր հետ հաղորդակցության մեջ լինես։ Մեկ մարդ կա հարցնում է ոնց ես, ու նայում այդ պահին վրա, մինչև ուզում ես սկսես ոնց ես, ինքը ուրիշ բաներ է խոսում կողքի մարդկանց հետ։ Դու ուզում ես ասես ոնց ես։ Դրա համար երբ որ մեկին հարցում ես ոնց ես, լսի մի հատ ոնց է, ու իրան նայելով։ Ամեն Մերսի Սուրբ ջան։ Սա սիրելիներս հաղորդակցություն է։ Իսկ հաղորդակցությունը հարատև ինչ անում մեր կյանքում։ Բերում է հարաբերության։ Մենք սկսում ենք անընդհատ հաղորդակցվել Աստծո հետ, իրան նայելով, ամեն, ոչ թե աջ ու ձախ նայելով։ Ու դառնում է մեր մոտ հարաբերություն։ Մենք ընկերանում ենք Աստծո հետ, մենք չգիտեմ բարեկամանում ենք Աստծո հետ, մենք սկսում ենք հարաբերություն ունենալ։ Հարաբերությունը այն է, որ ասում ես ընկերական հարաբերություն։ Բայց ընկերական հաղորդակցություն չես ասում, հարաբերություն է դա դարձի արդեն։ Հաղորդակցվում ես մարդու հետ, բայց հարաբերությունը ուրիշ բան է։ Իսկ դա գալիս է մարդու հաղորդակցությունից։ Ու շատ կարևոր է, որ մեր աչքերը, սիրելիներս, հետ չնայեն, աջ ու ձախ չնայեն, որովհետև Աստված խոսում է դրանց մասին։ Ասում է մի նայի աջ, մի նայի ձախ, մի նայի ետ, մի նայի ներքև, այլ նայի ինձ։ Որովհետև տեսեք, մենք մեր ձեռքերը բարձրացնում ենք Տիրոջը, չէ, մենք նայում ենք իրան ու իրանից գալիս է այդ զորությունը։ Քրիստոսին Աստծուն նայող մարդը ինքը տարբերվում է, սիրելիս։ Չի կարա մարդը ու Քրիստոսի հետ իրան նայող մարդը լինի ու իր մեջ տարբերություն դու չտեսնես։ Նաև այն մի տեսակն էլ է երևում, սիրելիս։ Նայում է ինքը Հիսուսին, նայում է ինքը Աստծուն, թե չէ։ Գիտես, ամեն բան կարա մեր շեղի։ Նույնիսկ մի քիչ ավելի խորը բան ասեմ, նույնիսկ մեր ծառայությունները կարա մեր շեղի Աստծուց, սիրելիներս։ Հայացքը գնա, այո, մենք պիտի անենք, բայց գիտես, ամեն ծառայություն, ամեն արած զորավոր է եւ պատխաբեր է, երբ որ այդ հայացքի ներքո է արված, սիրելիս։ Այդտեղ դու չես հոգնում, այդտեղ դու գիտես, որ ինքն է քեզ տանում, ինքն է քեզ առաջնորդում։ Չի կարա հայացքը Տիրոջ վրա լինի ու դու տխուր լինես։ Չի կարա հայացքը Տիրոջ վրա լինի ու դու անհամբեր լինես։ Չի կարա այդպես բան, կարա լինի դրվագներ, կարա լինի, բոլորիս կյանքում էլ լինում է, սիրելիներս։ Բայց հենց որ գալիս է, շուտ թեքի հայացքդ այնտեղ։ Երբ որ հենց գնացել ես անցյալ, հետ ես նայում, շուտ հայացքդ թեքի։ Երկար մնացիր այնտեղ, արձան կդառնաս։ Ամեն։ Համար շատ շուտ ամես պետք է անել։ B օրինաց 5:32 եւ զգուշ եղեք, որ անեք ինչպես որ ձեր Եհովա Աստվածը ձեզ պատվիրել է, եւ աջ կամ ձախ չխոտորվեք։ Սիրելիներս, տեսեք, աջ կամ ձախ խոտորվելը դա նայեք։ Դու կարաս աջ ու ձախ նայես ֆինանսիդ, կարաս ձախ նայես, չգիտեմ, աշխարհի ինչ որ կարիքին։ Դրա համար ստեղ Աստված ուզում է, որ մենք աջ ու ձախ չնայենք, այլ ուղիղ իրան նայենք, որպեսզի իր պատվիրանները կարենանք պահենք։ Այսօր երգում էինք երկրորդ երգը, առաջի երգը, երկրպագությունը, չէ, ասում է երկինքը բաց է եւ ես տեսնում եմ քո երեսը։ Եթե դու չես տայում վերև, ոնց կարաս տեսնես իր երեսը։ Երկինքը բաց է, բայց քո հայացքը պիտի նայի։ Աստված իր հայացքը միշտ մեր վրա է, սիրելիներս։ Միշտ մեր վրա է։ Բայց քո հայացքը պետք է հպվի իր հայացքին, որ քո մոտ բան փոխվի, որ քո մոտ գա զորություն, որ քո մոտ գա ուրախություն, որ քո մոտ գա խաղաղություն, դա քեզանից է, դու պիտի նայես իրան։ Իսկ այսօր ամեն բան արված է, որ ես ու դու ամեն ինչ նայենք, բացի իրան նայելուց։ Այսօր մեկ հեռախոսով կարաս ռիլեր
նայես ու մի 3 ժամ կարող է դի թերթես։ Գնաց, նայում ա, 3 ժամ, կարճ, 10 վայրկյան, 3 վայրկյան, 5 վայրկյան։ Գնաց, ինչ ես նայում, ինչ ես նայում դու։ Ինչին է քո աչքերը ուղված։ Հայացքդ ուրեմն մտեղ է, սիրելիներս։ Դրա համար տեսեք, ամեն բան, հիշեք մի բան, մի հատ փոքր շեղումից է սկսվում։ Մենք շինարարության մեջ աշխատում ենք, մեկ նայում ենք, տեսնում ենք, ասենք 2 միլիմետր շեղա, ինչ որ բան որ դրել ես, հավասար չի։ Հետո մենք նայում ենք, հաշվում ենք, գիտենք, որ երբ որ բարձրացանք 9 մետր, ինքը դառնալու է օրինակ այնտեղ սանտիմետրներ արդեն ու դզել չենք կարող մենք էդի։ Որովհետև մեծանալու է իր թռիչքի մեջ, ինքը մեծանալու է այդ տարբերությունը։ Դրա համար ինչ ենք անում, հենց սկզբից ամեն առաջի բանը ուղում ենք իրան, բալանսի ենք բերում, նոր սկսում ենք դրա վրա աշխատանքները։ Դրա համար այսօր տես, ինչ անում չարը իմ ու քո կյանքում, մի հատ փոքր շեղում է տալի։ Մի հատ փոքր շեղում, որ տվեց տարիների մեջ, ամիսների մեջ մեծանալու է ինքը, ու հետո շատ դժվար ես բերելու դզես իրան։ Հենց տեսնում ես փոքր շեղում եկել է, շատ արագ դրա հարցերը լուծի։ Հենց տեսնում ես, որ էլ չես կարդում, 2 օրը մեկ ես կարդում, 3 օրը մեկ ես աղոտ քանում, կամ չգիտեմ, օրը մեջ, սկսի դրա հարցերը լուծել։ Ինքը կամաց մեծանալու է։ Այդ մի օրը դառնալու է 2, 3, 5 ու մեծանալու է, ու էլ չես էլ կարողանալու գաս։ Այո կգաս, բայց շատ դժվարությունով։ Ամեն սիրելիներս, դրա համար շատ կարևոր է կյանքիդ մեջ, ընթացքիդ մեջ, ճանապարհիդ մեջ շատ ուշադիր եղի քո հայացքին, որտեղ ես նայում։ Ասեմ մի բան, խնդրիդ նայեցիր, կմնաս խնդրիդ մեջ։ Էդի հայացք է, ի՞նչ տարբերություն։ Խնդիր ունես, դու անընդհատ նայում ես դրան։ Բայց Տեր ասում է, ինձանով նայի դրան, եթե նայում ես։ Հենց բարձրացնում ես վերև աչքերդ, նայում ես Հիսուսին, էլ չես էլ ուզում նայես խնդրին, արդեն սկսում ես երկրպագել, սկսում ես իրան փառք տալ, սկսում ես իրան ասել ինչքան ողորմած ու բարի ես Տեր, ոնց ես դու ինձ ուժ տալի, ոնց ես դու ինձ զորություն տալի։ Ամեն խնդիրը քեզ ուժ չի տալու, խնդիրը քեզ քամելու է, անենց է քամելու, որ չես կարողանալու շարժվես։ Բայց Տիրոջը երբ որ նայեցիր, իրանից կլցվես, իրանից կլիցքավորվես, իրանից ուժ զորություն կառնես։ Նոր կարդում էինք, չէ՞, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, զորություն կառնեն։ Ամեն, այդ ինչ է, հայացք է, դիրք է, աչքերիդ նայվածքն է։ Ամեն, դու չես կարա Տիրոջը ապավինես ու անընդհատ աչք ու ձախ նայելով ասես ես ապավինում եմ Տիրոջը։ Ամեն ինչի նայես, հետ նայես, ամեն անգամ միտեղ հայացքդ գցես, ասես ես ապավինում եմ Տիրոջը։ Տերը ասում է, շատ լավ է, բայց նայի իմ վրա։ Նայի ինձ, որ ինձանից էլ գա քո օրհնությունը։ Նայի ինձ, որ ես քեզ զորացնեմ։ Քանի դեռ չես նայում Տիրոջը, չես զորանալու, սիրելիս։ Ինչքան ուզում ա լսես իր մասին, քեզ պետք է որ դու նայես իրան։ Դու պիտի նայես իրան։ Այո, կլինեն աղոթքներ, կասվի, կաղոթվի, այդ պահին կզորանաս, որտեվ այդ պահին գուցե հայացքդ պահես իր վրա։ Բայց օրվա մեջ նորից թուլանալու ես։ Դրա համար հայացքը Տիրոջ վրա։ Այս ամեն ինչը բոլորիս է վերաբերվում, սիրելիներս։ Կուզես եղի, չգիտեմ, հովիվ, եպիսկոպոս, ով ուզում ես եղի, չեղավ քարոզիչ, աշակերտ, չեղավ հաղորդակցություն, չի լինելու, սիրելիներս։ Պիտի հաղորդակցվես։ Գիտես ինչի, որտեվ Աստված հենց դրա համար էլ քեզ ստեղծել է։ Աստված ստեղծել է, որ քո հետ հաղորդակցվի։ Էդ է եղել իր նպատակը, որ քո հետ շփվի, հաղորդակցություն ունենա։ Ու էդի քո առանձինն է։ Երբ որ դու պատկերացնում ես եկեղեցին հաղորդակցված գալիս է եկեղեցի անդամները, գոնե լավ մի 60%-ը։ Գիտես ինչ ուժեղ զորություն կգա այդտեղ։ Որտեվ հաղորդակցված եկան։ Այն 40-ին անենց կտանեն իրանց մեջի լցվածը, որ նրանք sense մեջքի վրա կընկնեն։ Այդ սիրուց, այդ խաղաղությունից, այդ քաղցրությունից, այդ ուրախությունից կփոխվի բաներ մեջները կգնա։ Սա ամեն մեկիս անելիքն է, սիրելիս։ Ամեն մեկիս անելիքն է։ Փառք Տիրոջը, գնում ենք առաջ։ Սիրելիներս, տեսեք, մի հայացք կա, որ նայում է ներքև։ Այդ հայացքը ընդհանրապես պիտի մերը չլինի։ Երբեք գլուխդ կախ մի գնա։ Նայի առաջդ, նայի Տիրոջը։
Հենց որ գլուխդ կաղ գնացիր, գետնի վրայի բաներն ես գտնելու։ Գետնի վրայի լավ բաներ չկա, ասեմ իմանաս։ Մեկ կարող է փող գտնես, բայց գետնի վրա լավ բան չկա, ամեն ինչ լավ բան կա վերևն է։ Ամեն սիրելիներս։ Դրա համար գլուխդ կաղ շատ ժամանակ մի գնա, որովհետև երբ որ գլուխդ կախեցիր, մեկ կխորտակվես սիրելիս, որտև ցած է տանելու ինքը քեզ։ Մատթեոս ավետարանի մեջ շատ լավ տեղ կա մի հատ, որ ես շատ եմ սիրում, ու Մատթեոս 14:30-ում գրված է, 27-ից կարդանք լավ։ Երբ որ ծովի վրա փոթորիկ եղավ, չէ, եւ աշակերտները տեսան Հիսուսին ջրի վրայով քայլելուց եւ խոսեցին նրա հետ, եւ Հիսուսը 27-ից կարդանք։ Շուտով խոսեց նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, մի վախեցեք»։ Եվ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ»։ Նա էլ ասեց. «Եկ»։ Այս բառը հետաքրքիր է, որ Աստվածաշնչում նաև մեծատառ է գրած։ Եկ։ Սերես բալանի համար է։ Ինչքան է լինում, չէ՞, մենք ես այդտեղ որ նայում եմ, ասում եմ, ինչ լավ է, էլի, սենց նայում եմ Պետրոսին, սենց պատկերացնում, ասում եմ, Աստված քեզ շատ օրհնի, որ դու գնացիր։ Դե կարար ինքը լսեր, Տերը ասեր եկ ու ինքը չգնար։ Լինում է կյանքիդ մեջ, որ Աստված մի բան քեզ ասում է, հարցնում ես իրան, ինքը ասում է ես եմ, ների, ես եմ, բաց թող, ես եմ, զանգի։ Հասկանում ես ինչ եմ ասում, սիրելիս։ Ու լսում ես, որ էդ ինքն է, բայց քայլը չես անում։ Հասկանում եք, սիրելիներս, ինչի մասն եմ խոսում։ Ինչքան լավ է, որ Պետրոսը լսեց ու քայլ արեց։ Եկ, Աստված խոսում է շատ ժամանակ մեր կյանքերի մեջ ընդամենը մի բառով։ Բայց երբ որ մենք կենտրոնացած լինենք իր վրա, մեր հայացքները հայացքով կխոսի։ Լավ մտերիմ հարաբերություններն ու հաղորդակցությունները շատ ժամանակ լինում են հայացքներով։ Հիմա եթե ես ու հովիվը լավ հարաբերություն ունենք, հաղորդակցություն ունենք, ինքը նայում այնց ես հասկանում եմ արդեն ինչ ասում ինքը։ Պետք չի խոսա։ Որովհետև գիտես իրան, դու իր այդ հաղորդակցություն ունես։ Դու իր այդ հարաբերություն ունես։ Նայում արդեն հասկանում ես ինչա պետք անելու այդ ժամանակ։ Կամ նմանաձև տարբեր հարաբերություններ ու հաղորդակցություններ սիրելիներս։ Ու ինչքան կարևոր է, որ Աստված իմ ու քո հետ մի բան խոսում է, հարցնում ես, ասում է, արա, ոչինչ, եթե խորտակվես էլ, Տերը ձեռը կտա։ Դու արա, ինչ որ ինքը ասում է, սիրելիս։ Ուստեղ Պետրոսը գնաց, քայլեց։ Եվ Պետրոսը նավիցը իջնելով ջրի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ։ Եվ տեսնելով, որ քամին սաստիկ է, վախեցավ, եւ երբ որ սկսեց ընկղմել, աղաղակեց եւ ասեց. Տեր, փրկի ինձ։ Եվ Հիսուսը շուտով իր ձեռքը մեկնեց, նրան բռնեց ու լավ է այսքանը։ Նրան բռնեց։ Չեմ ուզում գնամ այն մի տեղերը, սիրելիներս, տեսեք։ Ինչ էր կատարվում Պետրոսի հետ։ Պետրոսը նայում էր Հիսուսին։ Իր հայացքը ուղիղ Հիսուսին էր ուղված։ Բայց երբ որ մի պահ ինքը նայեց ջրերին, ինքը արդեն վախեցավ։ Ինքը տեսավ այդ ալիքների մեծությունը։ Ինքը տեսավ, որ ինքը չի կարա գնա հասնի, որովհետև ուղիղ հայացքը փոխվել էր դեպի ներքև։ Սիրելիս, եթե ինքը երկու քայլ արեց ու գնաց, ո՞նց կարար ինքը մինչև վերջ չգնար Հիսուսի մոտ։ Ամեն ինչ կատարվեց, մի բան, հայացքի շեղում, ուրիշ ոչ մի բան։ Շեղեց հայացքը։ Երբ որ հայացքը շեղեց, անհավատությունը եկավ։ Մեկ հայացքը շեղում է, սիրելիս, այն խնդրի վրա ինչը որ դու քո կյանքում կա, անենց անհավատություն է գալի, ասում ես, էսի չի կարա փոխվի։ Բայց երբ որ այդ խնդիրը կա, նայ նույն բանը կար, չէ՞, քայլում էր ինքը ջրի վրայով։ Այդ նույն ջուրն էր։ Այդ նույն Հիսուսն էր կանգնած իր առաջ։
Այդ նույն խնդիրն էր, եթե նայենք մենք ջուրը խնդիր։ Բայց մի բան կար, իր հայացքը Տիրոջն էր ուղված։ Դրա համար ինքը կարում էր քայլեր, գնում էր, նույնը մեր կյանքերում, սիրելիս, եթե կա քո կյանքում մի բան, որին որ դու սկսեցիր նայել, մի դժվարություն, գիտես, երկար մի նայ, կտանի ներքև, քո հավատքը կիչացնի, կթուլացնի քո հավատքը, այլ միանգամուց աչքերը թեքյուն նայ Տեր Հիսուսին, այո կա, տեսեք, երբ որ ուշադիր ենք նայում այս տեղը, Պետրոսը ինչ էր անում, եթե մենք նայում ենք ու ձևակերպում ենք ջուրը խնդիր, որը որ քաշեց իրան գցեց, Պետրոսը մի բան էր անում, Հիսուսին նայելով, խնդրի վրայով քայլում էր, սիրելիներս, քայլում էր խնդրի վրայով, հայացքը Հիսուսի վրա, ինքը քայլում էր, եթե մենք տեսնենք, որ ջուրը խնդիր էր, այսօր իմ ու քո կյանքում էր, սիրելիներս, եթե կա խնդիր, հայացքդ բարձրացրա վերև, եթե կա մի բան, որ դժվարություն է, հայացքդ բարձրացրա վերև, մի նայի դրան, հաստատ իմացի, լավ հայացք չի, քաշելու է քեզ ներքև, հենց քաշելու է ներքև Պետրոսի պես գոռալու ենք, Տեր խեղդվում ենք արի, ու գալու է, ու բարձրացնելու է, հանելու է, բայց ավելի լավ է իրան նայենք, իրան մոտ գնանք, իրան մեր հայացքը ուղված լինի, ամեն սիրելիներս, շատ կարևոր է հայացքդ մի շեղի Տիրոջից, բոլորիս է վերաբերում, սիրելիներս, օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, գիտես մի հատ հայացք կա, որը ներքև նայելու մի հայացք կա, որը որ լավ հայացք է, երբ որ դու ներքև ես նայում, գիտես էդի այս դիրքն է, երբ որ դու ծնկած ես ու հայացքդ ներքև դու աղոթում կամ Տիրոջը ապաշխարում ես, գիտես էդի ինչ հայացք է, էդի այն հայացքն է, երբ որ դու ծնկած ներքև ես նայում, բայց քո հայացքը վերև է նայում, գիտես էդի այն հայացքն է, սիրելիս, որ դու մի բան կա քո մեջ, որ հարգելով Տիրոջը չես էլ կարում բարձրացնես գլուխդ իրան նայես, հենց ծնողիդ, որ շատ հարգում ես, չէ, մի սխալ բան գնացե, մի բան ես արե, գալիս ես տուն, ասում նայի վրես, գլուխը թեքում ես, ասում նայի աշկերիս մեջ, չես կարում նայես, որովհետև դու ինչ-որ բան այդի լավ հայացք է, թող այդ խշմտանքը, թող այդ ամոթը, թող այդ հարգանքը հոր նկատմամբ մեր մեջ լինի, սիրելիներս, գիտես ապաշխարությունը լավ բան է, ես չեմ ասում, մեղադրանքի մասին չեմ խոսում, հանկարծ սխալ չհասկանաս, բայց եթե մի բան կա, դու զգում ես, որ կարիք կա, ծնկի Տիրոջ առաջ, ներողություն խնդրի Տիրոջից, ամեն սիրելիներս, լավ հայացք է էդի, երբ որ ծնկած, ներքև ես նայում, ու Աստվածաշունչը մեզ հետաքրքիր մի տեղ է ցույց տալի, շատ զորավոր տեղ է, Ղուկաս 18:9 համարից կարդանք, ոմանց էլ, որ իրենց վստահ էին, թե արդար են և ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակը ասեց, երկու մարդ վեր ելան տաճարն աղոթք անելու, մեկը փարիսեցի և մյուսը մաքսավոր, փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում, ով Աստված, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկը, հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը, առաջի հայացքից, որ նայում ես, սուրբ մարդ է այս փարիսեցին, ոչ մի բանի մեջ չկա, 10 անորդով, ամեն ինչով, շաբաթը 2 անգամ ծոմ է պահում, ամեն սիրելիներս, ինքը բերում էր իր կրոնավոր, իր պահված բաները, ինքը իրան չէր տեսնում, ոչ մի բանի մեջ, գիտես ինչի, ես հետաքրքիր է շատ եմ մտածել դրա մասին, մի բանի համար, որտև ինքն էր քննում իր սիրտը, հենց դու ես քննում քո սիրտը, սիրելիս, քեզ շատ բաների մեջ արդար ես տեսնելու, շատ բաների մեջ, դրա համար թույլ տուր, որ Տերը քննի քո սիրտը, էդի այս ժամանակ է լինում, երբ որ քո հայացքը Տիրոջ վրա է, Տերը քննում է քո սիրտը, Աստված նայում է իմ ու քո սրտին, սիրելիս, դու մի նայի քո սիրտը, շատ ես մաքուր գտնելու, բայց ասեմ մեր սրտերի մեջ բաներ կա,
որ այնքան խորն է սիրելիս, դու չես էլ նկատում դրանք։ Այնքան խորն է, Աստված մեկ-մեկ ասում է միշտ լավ է, որ մի անգամուց չի հանում ջրի երես, կարող է չդիմանանք։ Մեկ-մեկ sense բացում, հանում է, ասում է, այս էլ կա, այս էլ պիտի գցես, այս էլ պիտի թողես, այս էլ պիտի անես։ Ոստեղ հետաքրքիր է, որ շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ իմ բոլոր ստացվածքներիցը 10-րդ եմ տալի։ Եվ Մաքսավորը հերու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինքը բարձրացնել։ Չէր կարող գլուխը բարձրացնել, ինքը զգում էր, որ ինքը մեղավոր է։ Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Անես լավ աղոթք է, մեկ-մեկ ասա. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Ես մեկ-մեկ ելնում ընթացք ես գնում ու հասկանում ես, որ իրական ապաշխարության կարիք կա, իրական ծնկելու կարիք կա, իրական իմ հայացքը Հիսուսի վրա պահելու կարիք կա։ Ուր եմ նայում հիմա ես, որտեղ են իմ աչքերը։ Ասում եմ ձեզ, սա արդարացված իջավ իր տունը, քան թե նա, որովհետև ամեն ինքն իրեն բարձրացնողը կխոնարհվի եւ ինքն իրեն խոնարեցնողը կբարձրանա։ Ամեն սիրելիներս, շատ կարևոր տեղ է, թանկագիններս, հայացքդ եթե իջավ գետին, միայն ապաշխարության համար, միայն Տիրոջը ողորմություն խնդրելու համար։ Ամեն սիրելիներս, թող լինի մեկ-մեկ քո կյանքում, լավ բան է, եթե որ մաքրվում ես մի հատ, էլի սպուլն ես ելնում, մաքրվում ես, մի հատ նորից Տիրոջ առաջ կանգնում ես։ Ուրիշ լավ է, որ Տերը չի էլ հիշում։ Մեկ-մեկ հենց աղոթում ես, պրծնում ես, իմացի, սրտանց ասել ես Տիրոջը Տերը ներել է։ Էլ հետո հետ չգաս դրա համար աղոթք անես։ Եթե սրտանց խնդրել ես, ասել ես, Տերը ներել է։ Մեկ-մեկ հետ կգաս կաղոթես, Տերը կասի, ես մոռացել եմ, դու ինչ ես հիշում։ Դու ինձ խնդրել ես, ես մոռացել եմ, դու իմ մոտ ապաշխարել ես, ես մոռացել եմ։ Գնա։ Ամեն։ Ու նույն հարաբերությունն հայր եւ որդի երեխեդ ասեց մի անգամ եկավ ներողություն խնդրեց, գնաց նորից գալիս է նույն բանի համար, հայրը կասի, ասեցի արդեն տղես։ Գնա, էլ մի արա։ Ու նույնը մեր կյանքերում, սիրելիս, Տիրոջը միշտ խոնարհ լինենք։ Իրականում, եթե կա բան, բերեք Տիրոջ առաջ։ Հայացքը թող իրական ներքև նայելուց միայն ապաշխարության մեջ լինի։ Օրհնյալ է մեր Հիսուսը։ Մի փոքր էլ գնանք առաջ, աղոթք կանենք թանկագիններս։ Թանկագիններս, գիտես կա մի հատ էլ հայացք, որ անընդհատ պտտվող հայացք կա մի հատ, որ անընդհատ այն կոմանայում, այս բանին անայում, այն բանին չի կարում տեղում կանգնի։ Այս հայացքը, սիրելիներս, գիտես, շատ ժամանակ ուղղված է մարդկանց վրա։ Այս հայացքը պիտի դուրս գա քո մեջից։ Երբեք մի նայի մարդուն նայելով մի կարծիք կազմի ինչ որ բանի մասին, սիրելիս։ Մեկ-մեկ մարդուն կարաս նայես կարծիք կազմես հեռվից, աչքի երևույթով, բայց հետո շփվես իր հետ տեսնես լրիվ ուրիշ բան է։ Դրա համար Հիսուսն ասում էր աչքի երևույթով մի դատեք աչքի երևույթով։ Համար շատ կարևոր է թանկագիններս, որ մեր աչքերը ու մեր հայացքը, մեր սպասումը մենակ Տիրոջից լինի։ Մենք մարդկանց մենակ օգնելու, սիրելու, բարձրացնելու, թևեր տալու համար ենք թանկագիններս։ Մենք մարդկանց դատելու համար չենք։ Դատավոր կա երկնքում։ Ամեն սիրելիներս։ Կա մի բան, տեսնում ես, եթե մի բան էլ տեսել ես, ցույց ա տվել, չգիտեմ, մի բան բացվել է, օգնելու համար է դա, ոչ թե մտածելու, ահա, հեսա կընկնի, ես եք ուրախանամ։ Չէ, սիրելիս։ Օգնելու համար ենք մենք իրար։ Ու Աստված հենց այս աղբերությունը, այս բարեկամությունը, հարազատությունը դրել է իրար կողք, որ մենք մեկս մյուսի թևերը բարձրացնողներ լինենք։ Ու այնքան լավ է, որ այտենց ենք մտածում ու տենց էլ ըթում ենք։ Ոչ մեկս մեկից բարձր չի, սիրելիներս։ Ոչ մեկս մեկից բարձր չի։ Բարձրը մենակ մեկն է, մեր Տեր Հիսուսն է։ Ամեն թանկագիններս։ Շատ կարևոր է, որ մենք իրար օգնողներ լինենք, սիրելիներս։ Ու մի բան կուզեմ խնդրեմ, ոնց որ սրտիս եկավ ասեմ, հա ուզեցել եմ սենց փոխանցեմ։ Սիրելիներս, նայեք, աղոթքների ժամանակ, սենց մի հատ բան է, էլի, ոնց որ եկավ
աղոթքների ժամանակ, երբ որ մեծ ծառայություններ ա լինում կամ բան ա լինում, չէ։ Նայեք, եթե եկել ես մեկը քո համար աղոթել ա, նորից մի մանարի ուրիշին, որ նորից եթաս նորից իր համար, որ քո համար աղոթք անի, սիրելիս։ Եթե ավակները շարված են, դու եկել ես, ես ինքս անկեղծ հարցնում եմ, մեկ-մեկ տեսնում եմ մարդը չի ուզում, ես ասում եմ կներես, գնա այն մարդու մոտ, ումից որ դու ուզում ես, ինքը քեզ աղոթի, ես չեմ աղոթում, անկեղծ եմ ասում, եկել են, մոտիկացել են, ես զգացել եմ հոգուս մեջ, եթե այդ մարդը անհավատությամբ մոտեցել է, ինչ պիտի առնի ինձանից, ասում եմ, եղբայրս, ում ես ուզում աղոթես, ահա 15-20 հոգի մարդ, գնա, բայց լսի, երբ որ գնացիր այդ մարդու մոտ ու ինքը քո համար աղոթք արեց, նորից մի ֆռա գնա մի հատ ուրիշ մարդու գտի, որ մի հատ էլ ինքը աղոթք անի։ Գիտես ինչի համար։ Ստեղ շատ կարևոր մի հատ տեղ եմ բերում դետալ, որովհետև ստեղ ավտոմատ քո հայացքը արդեն մարդու վրա է։ Այն մեկը քո սրտին համեմատ բան չի ասե, մարդ ես մանգալի, որ քո սրտին համեմատ ինչ-որ բան աղոթի կամ ասի քեզ։ Լսի, ստեղ շատ վտանգավոր բանի մեջ ես դու մտնում։ Ինչի մեջ Աստված ասում է, լավ չի մարդու վրա հույս դնելը։ Ստեղ դու սկսում ես արդեն մարդու վրա հույս դնել, այն մարդուն գտնեմ, ով որ իմ սրտին համեմատ բան կասի։ Ու շատ կարևոր է, կխնդրեմ, ոչ մեկի սիրելիներս, եթե եղել է քո ընթացքի մեջ արել ես, ես իրականում ոչ տեսել եմ քեզանից կամ ուղիղ ինչ-որ մեկին նկատի ունեմ, չէ, քավլիցի, բայց շատ կուզեմ, որ էսի չլինի, սիրելիներս։ Ամեն, որովհետև էսի իմ փորձառության մեջ էլ է եղել, որ նոր էի ապաշխարել, եկել էի եկեղեցի ու քարոզ գնաց, քարոզիչը այնպես խոսած, ես էլ աղոթք էի արել ու եկել էի, որ ոնց որ խոսք սпасելով Տիրոջից ու խոսած այն ինչը որ իմ ունեի այդ կարիքը, ունեի այդ խոսքի կարիքը ու կանչեց առաջ աղոթք անելու։ Կանչեց առաջ ու հրավիրեց նաև ավակներին։ Ավակներից մի մարդ կար, որ այդքան էլ ձեր չէի ընդունում իր խոսքը։ Ոչ դե նոր էի եկել, չէի հասկանում շատ բաներ կներեք ինձ, էլի, ասենց։ Ուրեմն, որ եկանք, հենց այս եղբայրը մոտիկացավ ինձ, ասեց, Մուշեղ ջան, կուզես քո համար աղոթք անեմ։ Լավ է, չէ՞ որ ես եմ օրինակ ելնում, արդեն թեթև ես տանում, էլի։ Այնպես բան ես չեմ խոսում երբեք, որ ես չկամ դրա մեջ ու ես ասեմ ձեզի, սենց չէ։ Նայեք, էդի որ առել եմ, գիտեմ ինչի մասին եմ խոսում, դրա համար ուզում եմ որ դու էլ իմանաս։ Ու որ ասեց, կուզես քո համար աղոթք անեմ, իմ աչքը, իմ հայացքը, աչքը չէ, քարոզիչի վրա էր։ Հիմա որ կանգնել է ու նենց ոնց որ բան եղ ասի, դες ինչ ասում եմ, էսի բարձր մտածում եմ հիմա, էլի, մտքիս մեջ տենց ասի, դե աղոթի աղբերս բան, բայց այդ ասելու ժամանակ մեջս եկավ մի բան, ասի Տեր, եթե խոսես, ես մարդու բերանով էլ կխոսես, էլի։ Ու մեկ էլ ես եղբայրը ձեռքերս բռնեց, աղոթք արեց ու ընենց մարգարեացավ իմ կյանքի վրա, ընենց բաներ ասեց, ինչի մասին, որ ես ուզում էի Տերը հետս խոսեր։ Այն քարոզիչը, ով որ քարոզում էր, իմ կյանքից ինչ-որ բաներ գիտեր։ Եվ հետո Սուրբ Հոգին բացեց ինձ, ասեց տես, երբ որ դու գնայիր իր մոտ ու նույն բանը ինքը ասեր, քո մեջ մի անգամուց կարող կասկած գար, որովհետև ինքը գուցե գթությունից ասեց, գուցե ուզեց որ լավ բան ասի քեզ, բայց տես ես ում բերանով ուզեմ նրանով կխոսեմ քո հետ։ Ամեն սիրելիներս, սրանից հետո աչքերդ մենակ Տեր Հիսուսին։ Ամեն, որ մեկ աղոթք անում քո համար, ինչ որ առել ես սիրելիս, գնա, մի նայիր ինքը թույլ է, ուժեղ է, չէ, սիրելիս։ Աստված եթե խոսում է քո հետ, կարա տարբեր միջոցներով խոսա։ Չեմ ուզում այդ համետ տեղերը, հա, դուք ասեցիք։ Կարա մի հատ երեխա վազելով գանցնի, գիտես էդի որ դեպքում է, մի բան ասի քեզ, ու էդի Աստծուց խոսք լինի քեզ։ Էդի գիտես որ դեպքում է, երբ որ քո հայացքը Տիրոջ վրա է։ Երբ որ քո հայացքը մարդու վրա չի, այլ Տիրոջ վրա է։ Համար շատ կարևոր է, սիրելիներս, ու իրականում մենք պիտի լինենք մարդիկ, որ իրական մեր սպասումը լինի Աստծուց։ Մեր հայացքը իր վրա լինի։ Ասեմ քեզ ավելի խորը մի բան։ Կա քո կյանքում եւ իմ կյանքում բաներ, որ խոստմունքներ, որ մինչև քո հայացքը ամբողջությամբ չուղղվի Տիրոջ վրա, չի գալու այդ օրը, սիրելիս։
չի տալու Աստված էդի։ Գիտես, երբ որ ես ասում եմ հիմա մի բան, կարողա քեզ թվա մի քիչ այտենց չի, բայց Աստվածաշունչը ուղիղ խոսում է դրանց մասին։ Ծննդոց 17-ում Աբրահամը ինքը խոստմունքը ուներ։ Բայց իր հաշկերը շեղվեց հայացքը Հագարի վրա, շեղվեց ուրիշ տեղեր, սիրելիներս։ Բայց Ծննդոց 17 սկզբից ասում է եւ այսօրվանից դու իմ առաջին վարվեցիր։ Ու դրանից հետո ասում է ես քեզ կտամ այս խոստմունքը էսի մինչև Ծննդոց 17-ը որ նայում ես իր հայացքը երբ որ Աբրահամը 99 տարեկան էր Տերը երևաց Աբրահամին եւ ասեց նրան Ես եմ ամենակարող Աստվածը իմ առաջին վարվիր եւ կատարյալ եղիր եւ ես իմ ու քո մեջտեղը իմ ուխտը կդնեմ եւ քեզ խիստ շատ կշատացնեմ Իմ առաջին վարվիրը, գիտես ինչ է սիրելիս, այն ժամանակ, որ ես մի քիչ լավ չէի սովորում դպրոցում, երբ որ մեր ուսուցիչը մի հատ խիստ դասատու ունեինք, երբ որ ուզում էր, որ ես խելոք մնայի, ես գնում էի միշտ վերջն էի, նստում խանգարում էի դասը, լավ բաներ չեմ արել, հա, խանգարում էի ես են, ինքը միշտ գիտեք ինչ էր անում, ինքը որ գալիս էր, սենց էր անում, մուշեղ, արի նստի իմ դեմը Ինքը որ ունեն, չէ, տեղ մի հատ իր հենց դեմը բան կա ու ամեն մեկին որ ուզում էին պատժեին, բերում էին իրաց դեմն էին նստած։ Ասում էր առաջինը դու արի նստի իմ դեմը։ Ու նստում էիր իր դեմը, դու էլ չէիր կարող ուրիշ բաներ անել։ Իր աչքի առաջին է իր արդեն, բայց այնտեղ իր աչքի առաջին չէիր։ Դրա համար ստեղ որ նայում ենք Ծննդոց 17-ի մեջ, ասում արդեն դու իմ աչքի առաջին ես։ Այդ ինչ է Աբրահամի հայացքը արդեն Տիրոջ վրա էր։ Երբ որ դու նստում էիր ուսուցչի դեմ, արդեն քո հայացքը չէր կարող ուրիշ տեղ։ Հենց թեքում էիր ուրիշ տեղ, ասում էր, «Էս կողմ նայի», որ հայացքը չշեղվեր, որ դու ուրիշ բաներ չաներ, ուզում էիր այն կողքինին մի բան աներ, մի բան խոսցնեիր, բան աներ, խանգարեիր, ասում էր, ինձ նայի։ Ու ստեղ ասում է, Աբրահամը արդեն իր առաջին էր վարվում։ Ամեն սիրելիներս։ Հովսեփի կյանքը որ նայում ենք Հովսեփի կյանքը սիրելիներս ինչ ձևի ճանապարհներով էր անցնում Հովսեփը բայց գիտես մինչև վերջի ժամանակը երբ որ կարդում ես իր հայացքը այո ինքը վստահած էր Աստծուն հայացքը Աստծո բայց կար ժամանակներ որ իր հայացքը Աստծուն չէր նայում գիտես ասենք Բերթում երբ որ ինքը երազը տեսավ մատրվակին չէ ասեց կգնաս ու իմ մասին կպատմես թագավորը գուցե Փարավոնը մի ողորմություն անի հանի ինձի։ Գիտես, ուշադիր որ նայում ես, տեսնում ես, եւ գնացին ու մոռացան։ Մոռացան։ 2 տարի թե չգիտեմ, ինչքան մոռացան իրան։ Աստված թույլ տվեց այդտեղ վերջնական իր հայացքը որ ուղվի Տիրոջ վրա։ Այո, հետո եկավ, հիշեցին, բայց տեսեք, թողեց։ Որ մի անգամուց գնար ասեր, գուցե իր հայացքը մնար մարդու վրա։ Չգիտես, բայց Աստված թույլ տվեց այդ ժամանակը։ Ու իր ինքը արդեն լրիվ մոռացավ այդ մարդկանց, լրիվ ամբողջությամբ կենտրոնացավ արդեն Տիրոջ վրա։ Ամեն սիրելիներս։ Ու Աստված հանեց ու Հովսեփին մի տեղ տարավ դրեց, որտեղ միայն Փարավոնն էր իրանից բարձր։ Բայց շատ կարևոր է, որ այստեղը հասկանանք, որ այո Փարավոնը բարձր էր հարգանքը, սուբորդինացիաները, ամեն ինչ կար Փարավոնի հանդեպ, բայց Հովսեփի հայացքը Փարավոնի վրա չէր։ Հովսեփի հայացքը Տիրոջ վրա էր։ Ամեն սիրելիներս, դրա համար մեր կյանքում, մեր ընթացքում իրականում, եթե շեղվել է մի փոքր հայացքդ, ուղի Տիրոջը, հետ բեր հայացքդ։ Եթե օրվա մեջ, ընթացքիդ մեջ մի բանի վրա շատ է կենտրոնացել հայացքդ, ու դու զգում ես, որ էդի քեզ ուրիշ տեղ է տանում, հետ բեր հայացքդ։ Կա ժամանակներ, որ հենց մեր հայացքների համար, սխալ նայվածքների համար պիտի ապաշխարենք Տիրոջը։ Այո, հենց քո սխալ հայացքի համար, որ նայեցիր, որ թեքեցիր հայացքդ, պիտի ներողություն խնդրենք, նորից ուղենք մեր հայացքը իրան։ Ամեն սիրելիներս։ Այս ամեն հայացքները շատ լավ է։ Այս ամեն հայացքները շատ կարևոր է, բայց կա մի հայացք,
որ ամենակարևորն է սիրելիս։ Կուզեմ փառաբանության խումբը գա, սիրելիներս, մի երկրպագություն վերցնենք, վերջացնում ենք արդեն ծառայությունը, թող Տերը օրհնի իրոք։ Կա մի հայացք, սիրելիներս, որ դա ամենակարևոր հայացքն է։ Դա Տիրոջ հայացքն է, սիրելիս։ Դա Տիրոջ հայացքն է ուղղված դեպի մեզ։ Աստված այսօր նայում է իմ ու քո ներսը, սիրելիս։ Ու Տիրոջ հայացքը աջ ու ձախ չի նայում։ Տիրոջ հայացքը ուղիղ է նայում։ Ու ուղիղ հենց իմ ու քո սրտի մեջ է նայում։ Ուղիղ մեր ներսն է նայում։ Ինչ է տեսնում այսօր Աստված իմ ու քո ներսը։ Գիտես մի հատ խոսք կա, չէ, ասում է մարդուց կպահես, բայց Աստծուց ոչ ես պահի։ Ես մեկ ասում եմ Աստծուց կպահես, բայց մարդուց ոչ ես պահի։ Սիրելիս, Աստված նայում է իմ ու քո ներսը։ Ու դա ամենակարևոր հայացքն է։ Այն ամեն բաների մեջ ինչ է տեսնում Աստված իմ ներսը։ Ինչ է տեսնում Աստված իմ սրտի մեջ։ Դրա համար խոսքի մեջ ասում է, որ սիրելիներս Առակաց 21:2-ում ասում է, մարդիս ամեն ճանապարհները ուղիղ է իր աչքի առաջին, բայց սրտերը կշռողը Տերն է։ Ամեն թանկագիններս, այնքան կարևոր է, որ Աստված նայի մեր ներսը ու մեր ներսը, գիտես ինչ տեսնի, ինչ չտեսնի, ում տեսնի, որ նայի մեր ներսը ու մեր Տիրոջը տեսնի, որովհետև թանկագինս Աստված իր որդիով է նայում մեզ։ Աստված իր որդիով է նայում մեզ։ Այո, շատ բաներ կա մեր կյանքերում, շատ սխալ բաներ կա, Աստված չի նայում դրանց վրա, չի, բայց գիտես կարևոր է, որ ես ու դու հասկանանք, որ Աստված տեսնում է ամեն բան։ Ուզենք մի հատ երկրպագություն վերցնենք, Աննա ջան։ Սիրելիներս, գնում ենք ավարտին։ Սաղմոս 139:23-24 Դավիթ ասում է. փորձիր ինձ ով Աստված եւ ճանաչիր իմ սիրտը, քննիր ինձ եւ ճանաչիր իմ մտածմունքները, եւ տես, թե որ չար ճանապարհներում լինեմ, առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Հալելույա։ Գիտես, էս այն Դավիթն էր, որ ինքը գիտի հայացքի շեղվելը ինչ բան է։ Ինքը գիտեր մի հայացք, որ պատերազմի դաշտում լինելու փոխարեն այդ մի հայացքը ինչերի բերեց Դավթին։ Մի հայացք, որ ինքը դուրս եկավ եւ տեսավ այդ կնոջը։ Ինչ էր դա հայացք։ Ոստեղ Դավիթը խորը ապրած ու վերապրած այդ ամեն ինչը գրում ասում է քննի ինձ Տեր, քննի ինձ Տեր։ Այդ ժամանակ ինքը Աստված պաշտ չէր, Աստված պաշտ էր։ Դրա համար սիրելիներս շատ կարևոր է իմ ու քո հայացքը։ Եկեք ոտքի կանգնենք։